Բարև հայ ժողովուրդ ջան, այսօր դուրս եմ գալի, որոշեցի այսօր էլ դուրս գամ, ահագի մաղթա չեմ խոսացել, չէ, ուղղակի ես բաներ է կատարվում, որ նայում եմ, վեր եմ լուծում, էլ չեմ կարում, էլի զսպեմ, մոմենտ է գալի, որ պետք է խոսեմ, ծզասեմ, ձեր հետ զրուցեմ, էլի, այսքան բան, տեմ բոլե գիտեք, սաղ այս համացանցը լծվել են այդ եռագլուխ հայվանները իրանց ցանցերով, իրանց սայտերով, թազա սայտեր, նայում ես սաղ սայտ են բացել, ու 1000 հատ լայք են տալի նույն մարդիկ, տարբեր անուն ազգաններով, էլի, ուղղակի, ինչ ասեմ, այն Քոչարյան Ռոբերտի մասին չեմ ուզում խոսամ, դե նա արդեն ավերակված, վերջացած մարդ է, էլի նրան հիմա մեղքս է գալիս ճիշտը, որ ասեմ այդ մարդը, առաջ ատում էի, ասում էի, մի բան լինի տանեն թաղեն, էլի, պրծնենք դրանից, բայց դե այսօր նայում եմ մեղքս էլ է գալի, դարել է մի հատ, ես գյում չում, էլի, ինքը ամոթ բառը, ամոթ աբուր բառը գիտի, ինչա, գոնե մի անգամ ներողություն խնդրել է ժողովրդից, որ ժողովուրդը գոնե մռնելուց հետո չասեն, էլի, վատ չխոսան իրա մասին, ինչ ասեմ, չգիտեմ, խոսում եմ, արեք այս տաշիրից խոսանք, էլի, Սամոյից, իրա են բուլկի եք ասում, պերաշկի եք ասում, չամիչ եք ասում, ով է, էտի որ խոսում է, էտ նարեկա ինչա, ես նարեկին եմ ուզում, նարեկ դու հասկանում ես, դու լսել եմ կրթված ես բանը, եթե դու կրթված ես իսկականից, տենց ու գիտելիքներ ունես, ուրեմն ես այդ վաղտ Յուրի Գագարինն եմ, առաջի կասմանավտը, արա դու ամոթա, այդ ստերի հերը անիծում եք, դնում եք այս ժողովրդին 300,000 աշխատատեղ ադրբեջանցի են բերում, հերիքա, մի խափեք այս ժողովրդին, ասինքն ասա, լավ է, ժամ մեկ դու դուրս արի, ժամ մեկ ասա, որ այս ժողովրդը տենան, ձեր իսկական դեմքը, մաքուր, այդ կեղծ, ու այդ քու հոպարդ էլ այդ Կարեն եմ ասում է, այդ Սամել, դու վաբշե պատկերացնում ես, դու ենթադրենք վարչապետ ես, դու գնացիր Տրամպին չէ, կեցար Ղազախստան, չգիտեմ, մի հատ չմո պետություն, սենց ասեմ, Զիմբաբվեի նախագահի հետ դու կարաս խոսաս, դու վաբշե կարում ես խոսիս, մտածիս, թե արհեստական բանականությունն է քու մեջ, արա չեք համաչում դու կարա, ու դու պետք մեր վարչապետը լինես, արա, վայ, դու չես էլ լինելու, ժողովուրդ, սրանք մտածում են, սրանք սարքելու են Ռոբերտին, Քոչարյան, իրանք որ հանկարծ, աստված ոչ անի, թեկուզ ես դա չեմ հավատում, չեն անցնելու էլի, Ռոբերտ Քոչարյանն են տալու, հավատացեք, որովհետև այդ Սամոն, արա բիզնեսմենս գնա բիզնես թարա, էլի ուզում ես բոմժ դառնաս, մեր Փաշինյանի ասածը, ու բոմժ ես դառնալու, որ սեն շարունակեք, ինչքան եմ զզվում ձեր այդ ելույթներից, ձեր այդ կողքը նստած մարդկանցից, որոնք արա ինք աբուրամոտ չունեն, էլի սրանք իրանց փողի հետի պատրաստ են ամեն ինչ անելու, մեկ այդ փողը տվեք, թո դեզ էլ կցեն, ու մեկ էլ այս կաշարքները, որ տալիս են ժողովուրդ, մի վերցրեք, էլի, արա, մի վերցրեք, այդ 3 կալա ծախսալըք, բա հետո մտածեք ապագայի մասին, բա որ նրանք հանկարծ հաղթեն, այդ փողերով դրանք անցնեն, դուք պատկերացնում եք ձեր վիճակը, իրանք պետք է այդ փողերը հետ բերեն, ձեզնից ձեր քցկերավ պիրուլուվն է, ձեզնից են այդ փողերը տանելու, մեր ժողովրդից են տանելու, ու դուք հավատում եք, որ սրանք կարող է մեր երկիր սարքեն, հազիվ երկիրը գնում է, նայեք, վաղվանից սկսում են գալիս են, սաղ Եվրոպայի 50 պետությունից ղեկավարություն է գալիս, նստելու են, խոսալու են, ընդունեք, ոչինչ, մեկ էլ է նրանց եմ ասում, ով որ պետք է փող վերցնեն, թաքուն հանկարծ հաջողվի չբռնվեն, փող վերցնեն, դե որ եթե գնաք, խափեք իրանց ընտրություններում, էլի չընտրեք իրանց, հալալ լինի այդ փողը ձեզ, բայց դե չէ, էլի, այդ փողը հալալ չի լինելու, դուք մեր ժողովրդին մի խափեք, այդ փողերը մի վերցրեք, արա այդ մենտալիտետը եկեք փոխեք, էլի մեր այս հայկական մենտալիտետը փոխենք մաքուր ապրենք, աշխատավարձով ապրենք, հա, աշխատավարձը ցածր է, հասկանում եմ, բայց դիմանանք, որ մեր հետևորդները, մեր հետնորդները կարողանան արդեն նորմալ պետությունում ապրեն, ոնց որ Եվրոպայում են ապրում, այ ժողովուրդ ջան, Անցնենք մեկ էլ ես, հա, այդ բաներից է ուզում խոսեմ, սրանք այնքան բաներ են սարքել, սայտեր, թազա, նյուզեր են սարքել, չգիտեմ ինչ մյուզեր են սարքել,
Այդ մի հատ սարքել են թազա այս Mars News-ը, եկել էին այս վերջում քաջարան, մեր քաջարանում բան էին վերցնում, ինչ են ասում, ինտերվյու են վերցնում մարդկանց։ Այդ մարդիկ էլ չհասկանալով ինչ են անում, ինտերվյու են տալիս։ Այ ժողովուրդ, դուք մի քանի հոգի նարդի ես խաղանում գցում ես ասում ես դու շեշ, դորջար թուրքեր են ու ասում ես Նիկոլը թուրք է, դուք թուրք եք, արա թուրքը դուք եք։ Հետո դրանով դուք չեք վիրավորում թուրք ես, մարդ ես, մարդ մնաց։ Ու մի մոռացեք, սաղդ պատասխան եք տալու, ով որ այսօր սենց շարժվում է, տենց բաներ է տալիս, ինտերվյուներ է տալիս, այդ կարող է ձեր ստեի սապրագլուխ քյոխվի ասասներ եք հանում, այդ քյոխվին, որ մի հատ վերակենթանացրինքցին կապինելի մեր ջանին, ինքն էլ վերակենթանացրեց գիտեք ով, էլ չեմ ուզում, ընտրություններ ա գալի, չեմ ուզում էլի բանան եմ, ընտրություններից հետո սաղասելու եմ, ես այդ Սալյարկա գողացող բանդան, որ կա խուլիգանների բանդան էլի, Սալյարկա գողանալով այսօր դարան միլիարդատեր էր, ու դուք էլի գնում եք իրանց խաղերն եք խաղում արա, այ ժողովուրդ մտածեք, սաղդ պատասխան եք տալու, անցած անգամ, անցած ընտրություններում 38 հոգու այդ բանը, այդ քյոխվան իրա Սալյարկա գողացող ընկերներով 38 հոգու թողեց դրսում, հիմա մի քանի հոգի ընկել եք ստենդը աշխատում եք այդ օլիգարխի հիմնարկում եք աշխատում բան եք անում, հասկանում եմ, բայց մտածեք, պատասխան եք տալու, սաղ չափվում հաշվում ենք, մենակ ես չեմ հաշվում իմ չէ, պետությունը պատասխան եք տալու, հետո փոշմանելու եք, մի արեք, մի լսեք դրանց, այդ քյոխվան պրծածը, ասիմ ծս գիտակ էլի, իրանք պրծել են, իրանց հովանավորն էլ ա վերջացել, իրանց հովանավորը, որ KP-ում ուզում էր KP-ից իրա սաղ տեղակալով, չգիտեմ ումով իրա կադրերին, որ դեպուտատ առաջարկեր, KP-ն վապշե պասլատ արեց, չընդունեց, ու չեմ ուզում հիմա խորանամ, մեկ էլ հիշում եք Արամ Ավետիսյանին ես որ հարցազրույց էի տալ Երևանում քաղաքագետ, այն որ Հայաստանում խոսում է, որ դրած ավերում է, այս Ռոբերտ Քոչարյան, սաղ խներին, որ ավերում է, ասել էինք, որ պետք է ապրիլի վերջին գանք ստեղ, չէ, ես իրան խնդրեցի, որ հլը շուտ է էլի, ընտրություններ կա ու ինքն էլ դեռ զբաղված էր, արտասահման էր գնացել, Մոսկվա, Եվրոպա, նոր է եկել, գալու է, բայց իմ կողմից էլ, իրա կողմից էլ ես ասեմ, որ իմանաք, մենք դա ուշադրության կենտրոնում ենք պահել և եմ որ անցած ելույթումս որ ասել եմ այդ կենսագրությունը Սալյարկա գողացողների, սալյարկիստների ու կենս պատմելու եմ սա վաղթը, որովհետև սրանք արդեն պրծել են հավատացեք, քյոխվան պրծածա, ասիմ գիտակ, քյոխվայի քաջարանցիներին եմ դիմում սա էլի, ու ինչի մոզում ասեմ ժողովուրդ ջան, մի տրվեք այդ սադրանքներին, մի տրվեք, մեկը հաղթելու ենք, մենք հաղթելու ենք, Նիկոլը հաղթելու է, KP-ն հաղթելու է, ու պետք է որ հաղթի, ուրիշ ձև չկա, հետ դարձի ճանապարհ չկա, հենց հետ կանգնենք, տորմուզ տանք, ավերելու են մեր Հայաստանը, սարքելու են, գիտեք ինչ, գալու են ստեից, մարդկանց տանեն, քյոխվի և իր երեխեքին չեն տանելու, իրանց չեն տանելու, ձեր երեխեքին են տանելու, ժողովուրդ, տանելու են Ուկրաինա, ունդեղից գրուզ 200 եք բերելու, վրենք զեթով գրված զարրոձինու, հասկանում եք, հազիր խաղաղություն է գնում, եկեք նենց անենք, ընտրվենք, KP-ն ընտրի, Նիկոլ Փաշինյանը, այս անգամ ես ձեզ ասում եմ, ես լանդի չեմ ասում, օտիշ չեմ ասում, հենց ընտրվավ մաքրելու է, պիս ուժեղ է մաքրելու ես դունա, էլ ձև չկա, ինքը լավ հասկանում է, որ սա վերջի շանսն է մեր, ու այդ դրանց ավերելու, կատոկելու, էլի սենց ասեմ, մեկ էլ անկախ դրանից, թե դուք ինձ սիրում եք, թե Պողոսին, թե դեպուտատ առաջարկված մեր տղային, մեր ընկերներից մեկին, կամ մեր մարզպետին, չեք սիրում, բան չեք անում, սա մեր տեղական ընտրություններ չի, սա Հայաստանի ընտրություններ է, հայ ժողովրդի ճակատագիրն է որոշում, հավատացեք, ունենցարեք, որ
մաքուր սրտով գնանք գոնե մի 70% խփենք, 50-51 չեմ ասում, հա 70 խփենք սրանք որ հասկանան ու նորեն վաղտ արդեն կարանք ասենք ազատ շնչենք ու քյոխվի նման մարդկանց вообще հանենք ու ես ինչ որ սարքում է քաջանում դա քյոխվան իր այն ցալյարկի կամ այն National Club-ը որ աշխատում, այդ փողերով չի աշխատացում։ Դա իմ ձեր մեր մուծած բանը նալոգներով եմ աշխատած, սա պետության սուբսիդիա է, մեր նալոգներն է, եթե իրանք էլ ստեյ փողեր է գնում, կոմբինատն է այդ փողերը փոխանցում բան։ Մեկը դա մեր բոլորիս փողերն է։ Քյոխվան երբեք իր ջեբի փողը չի տա ձեզ։ Հասկանում եք, տենց ասեմ էլի։ Սպասենք, ընտրությունները հələ խոսալու ենք, հələ ասելու ենք, իսկ իրանց մասին մեկ էլ մեր հենց ԿՊ-ում էլ կան մարդիկ, որոնց մասին պետք է խոսացվի, բայց սպասենք, ընտրություններից հետո արդեն կպնենք։ Եվ ես ինչ որ ասել եմ, Արամ Ավետիսյանը գալու է, իր հետ խոսալու ենք, սաղ ցույց ենք տալու ով ոնց է։ Մեկ էլ դիմում եմ այդ օլիգարխ, այդ թայֆի օլիգարխին էլի, որին ես հարգում եմ, կստացի ասեմ, որ հարգում եմ, որովհետև նա լուրջ խելոք տղա է, էլի, նա երբեք քյոխվի նման դատար գլուխ չի, էլի, որ դհուլ խփես զնգա, նա մտածում է հետո խոսում։ Ես քեզ եմ ասում, այ օլիգարխ, դու շնորհակալություն կասես մի հատ տղու, որը եկել է քյասա մարդկանց ասա իրանց հարցնեն, շնորհակալություն ասա, որ այդ տղայի խաթր ես չեմ ասնում։ Բաներ կա, որ չեմ ասնում, չեմ խոսում։ Չեմ ուզում ասեմ, ոտերը լվա ջուրը խմի, տենց բաներ չեմ ուզում ասեմ, ուզում եմ ասեմ այդ տղան, շատ խելոք, որին ես ընդունում եմ, ինձնից ահագին ջահել է, ու ես ընդունում ու սիրում եմ այդ տղային, իսկականից մաքուր տղա է։ Ու այդ տղան ես մտածում եմ, որ ապագա մեր համայնքում տեղ պետք է, ինքը պետք է տեղ ունենա ու նստի այնտեղ, որ մաքուր աշխատվեն։ Նորից եմ կրկնում, ժողովուրդ, այդքան ասեցի, ինձ թվում է քաջանցիկ հասկացան։ Մեկ էլ հայ ժողովուրդ, Հայաստանի ժողովուրդ, մի մտածեք, այդ Ղարաբաղցիներին 25000 Ղարաբաղցու պասպորտ եք տված, այ Փաշինյան ջան, այ ղեկավարություն ջան։ Դուք հասկանում եք, որ Ղարաբաղցին կարմիր կովը կյաշին չի փոխում։ Նրան ուզում ես միլիոներ տուր, մեկան ասում է մեր Ռոբերտը, Քոչարյան Ռոբերտը, չտակ քաղաքացիություն։ Ոչ արցախցիներին չի վերաբերում, են նորմալ մարդկանց։ Ես ունեմ հարևան արցախցի մարդիկ, այսինքն իսկականից պարզ մարդիկ են։ Ին վերաբերվում է այն Ղարաբաղսկի, այն տավարներին, այն որ տաքսի շոֆեր են աշխատում, ամեն դնան։ Ես էլ եմ նստի տաքսիստները Երևան խոսացել են, արաբ քիչ ամնաց այդ տամ գլուխը ջարդեմ։ Այդ այնց անասուններին։ Մի տվեք այդ պասպորտը, թող գնաց սիտիլն իրանց Ռուսաստաններում ապրեն, էլի։ Կամ որ խելքը գլուխը հավաքի։ Հա, ընտրություններից հետո կարակ տակ, ընտրություններից հետո տվեք, որովհետև սրանք մի 5 տարի մերվելու են, ոնց ուզում ալնի իրանց երեխեքը կմեծանան, կմերվեն մեր հայկական մենտալիտետը կվերցնեն, թուրքական, ասիական մենտալիտետը իրանց կփոխեն, մեր եվրոպական հայկական մենտալիտետը կվերցնեն։ Այդ եմ ուզում ասեմ։ Ժորժ ջան, հանկարծ չընկճվեք, պետք է ընտրությունները սա վերջի, էս էլ անում եք ու կանաչ լույսը Հայաստանի համար բացում է։ Մի մտածեք, պատերազմ լինելու են, որ ինձ հաչում են 300,000 ադրբեջանցի գալու, էս անելու են, 300,000 աշխատատեղ է տալի։ Արա, մարդ այնքան տուպոյ լինի, որ տենց բաներով խափի ժողովրդին, էլի։ Вообще, այսքանն եմ ասում։ Ցավները տանեմ, լավ կացեք, ուժեղ ենք։ Մենք ուժեղ ենք, հզոր ենք, մեզ կոտրելը անհնար է։ Պրոստը առողջություններս վերականգնենք, առողջություններս այելի բատ։ Էդ էլ ինձ թվում է ժամանակի հարց է, տա Աստված, սենց ասեմ։ Այսքանը հարգում եմ բոլորիդ, ընկերներ, հա, մեկ էլ խնդրում եմ, կիսվեք, որովհետև իրանք սաղ կիսվում են, չեք տենում, իրանք սաղ բաները սաղ կիսվում են ու սաղ համացանցը իրանք կիսվածներն է։ Կիսվեք ու լայքեք։ Ու հələ կոմենտներ էլ գրեք, կոմենտներում կարակ դնեք, քրֆեք, ինչ ուզում եք ասեք այդ անասուններին, էլի չեմ դիմանում, էլի կոպիտ եմ խոսում, այսքանը։ Քաջարանցիներ, Ղափանցիներ, ձեզ եմ ասում, այ կապանցիներ, ես հասկանում, որ Գևորգը լավ տղա է, որպես մարդ նա լավ մարդ է, բայց նա պահպանում է Թաթոյան Արման, որը Սերժի թողածն է, էլի Սերժի բանն է, սենց ասեմ, էլի իրան ձայներ
դուք մտածեք, որ դա իրան չեք ընտրում, դա թիմ ընտրություն չի, գնում է Հայաստանի հարցն աստե, Հայաստանի, մտածեք Հայաստանի մասին, հա ինքը լավ տղա է, ինքը քերոպա լավ, ինքը աստուծա, բայց մտածեք ձեր երեխեքի, ձեր բաների մասին, որովհետև սրանք որ եկան, այն վաղ ավերելու են սաղ, մի մոռացեք միջև հեղափոխությունը ինչեր էին անում սրանք, ոնց էին մեզ պահում, այսքանը, սյունեցիք դեծս չեմ կասկածում, որ պետք է անցնենք, հաղթենք, հայ հաղթելու ենք, այս ժողովուրդ մի ընկճվեք, հաղթելու ենք, պրոստը դրանց ռոժերը ինչքան քիչ մարդ նստի են պարլամենտում, այնքան ներվերներս հանգիստ կլինի էլի, այսքանը հարգում եմ բոլորիդ, կարճ եմ խոսում էլի, կներեք, ավել պակաս էսեր, իրիկում վաղտ մտածեցի ու հանկարծակի դուրս եկա, մեկ էլ բարևներ Արամ ջան, Ավետիսյան ջան, լավ ալինելու, գալու ենք, Սյունիքում հալացույց ենք տալու ով ովա, այսքանը